Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 28։ Իրավի, որ Աստված բարի է Իսրայելի համար, սրտով ուղիղների համար։ Սաղմոս 73-րդ գլուխ, առաջին խոսք։ Անկախ իրավիճակից Աստված մեր Տերն է, մեր Աստվածն է, մեր Սուրբն է։ Մենք ցավ պատճառող ժողովուրդ ենք, իսկ նա ցավ կրող Աստված, եւ նույնիսկ եթե չենք հասկանում նրա գործելակերպը, մենք պետք է չտրվենք սխալ մտքերին։ Մեծ մխիթարություն է իմանալ, որ ինչ չարիք էլ մարդիկ ծրագրեն, Տերը բարին է ծրագրում, եւ վստահ ենք, որ վերջի վերջո նրա կամքն է իրականանալու։ Թեև մի ժամանակ չարությունը կարող է հաջողել, Աստված սուրբ է եւ երբեք չի հավանում կամ արդարացնում չարը։ Քանի որ Աստծո մեջ անիրավություն չկա եւ նա կատարյալ սուրբ է, նա չի կարող հավանություն տալ որևէ չար ծրագրերին։ Մենք պետք է կառչած մնանք այս ճշմարտությանը, նույնիսկ եթե նրա նախախնամության գործերը երբեմն թվում են, թե չեն համապատասխանում դրան։ Մարգարեն գանգատվում է, որ Աստծո համբերությունը չարաշահվում է, եւ քանի որ այս չար գործերի ու դրան գործողների նկատմամբ դատաստանը շուտ չէր իրականացվում, մարդկանց սրտերն ավելի էին խրախուսվում չարիք գործելու մեջ։ Նրանք մի քանիսին բռնում էին մեկ առ մեկ, կարծես կարթով, մյուսներին խմբերով, կարծես ցանցի միջոցով եւ հավաքում իրենց սողնակների, իրենց պաշտպանիչ ցանցերի մեջ, հիանալով սեփական ճարպկությամբ եւ հնարամտությամբ։ Ցավոք մենք մեծ հակում ունենք մեզ վերագրելու արտաքին բարգավաճման փառքը։ Սա ինքնաստվածացումն է կամ ինքնազոհաբերություն սեփական փառքի համար։ Աստված շուտով վերջ կդնի հաջողակ եւ տպավորիչ կողոպուտներին։ Մահն ու դատաստանը կստիպեն մարդկանց դադարեցնել ուրիշներին որսալը եւ նրանք իրենք կդառնան որս։ Հիշենք, որ ինչ առավելություն էլ որ ունենանք, ամբողջ փառքը պետք է տրվի միայն Աստծուն։